Այս պահին ուրեմն միջին թոշակը 49,000 դրամ է։ Բարձրացրեցին վերջերս, գիտեք, մեր իշխանությունները 10,000 դրամով բարձրացրեցին, մոտ 10,000 դրամ, եւ դա միջին թոշակը դարձավ 59,000 դրամ, եւ իրենց այդ հետ վճարն էլ որ գումարում ենք, դառնում է 69,000 դրամ, բայց մեր զամբյուղը կազմում է 78,000 դրամ, այսինքն դարձյալ չի հերիքում։ Իսկ ինչ վերաբերվում է այդ անկանխիկ առևտրի հետ վերադարձի մասին, ասեմ ձեզ, եթե թոշակառուն ստանում է 59,000 դրամ, լավ 69,000 դրամ միջին թոշակառուն եւ վճարում է դրանից իր կոմունալները։ Այլ ծախսեր կան, որ ինքը կանխիկ պետք է անի, ոչ թե անկանխիկ։ Բնականաբար 10,000 դրամով չի ավելանալու նրա թոշակը, 3-4,000 դրամով կարող է ավելանալ։ Իսկ մենք բոլորս էլ ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, գիտենք, որ լինում է, որ անկանխիկ առևտուրը լինում է։ Ուրեմն արդեն թոշակառուները անկանխիկ չեն կարող ստանալ, եթե մինչ այդ պոչտայի աշխատողը գալիս էր եւ իրենց տալիս էր, փոստատարը կարողանում էր իրենց տալ այդ գումարը, ապրիլի 1-ից սկսած այլևս այդպես հնարավոր չէ։ Հեռու ծայրամասային համայնքներում ապրող գյուղացին պետք է կամ իր մեքենայով կամ երթուղային տաքսիով մոտենա համապատասխան վայր, որտեղից կարողանա տերմինալից իր գումարը կանխիկացնել, բնականաբար դա չի գործում, չի աշխատում, մենք սրանով ավելի թոշակառուի բեռը շատացնում ենք, ինչպես նաև գյուղերից, ինչպես նշեցի, շատերում չկան դեղատներ, չկան խանութներ, հիմա ինչպես ենք պատկերացնում, որ այդ թոշակառուն իր քարտով պետք է առևտուր անի, երբ որ չկան նման նրանց կյանքը հեշտացնող խանութներն ու դեղատները, բնականաբար չի գործում դա, չենք համարում դա թոշակի բարձրացում։ Շատ լավ, այս խնդիրը այնպիսի խնդիրներից է, որոնք մասնավոր եւ պետություն համագործակցությամբ շատ հեշտ հնարավորություն կա լուծելու։ Առնվազն սրա մասին բարձրաձայնվել է նախորդ ընտրություններից առաջ էլ, որովհետեւ մարդիկ զուտ արդեն թեկուզ թոշակների պարագային չէ, երբ որ անկախիկ էր դարձվում։ Այնց առաջ էլ իրենց աշխատավարձը կանխիկացնելու, գործարքներ կազմակերպելու, որևէ դեղ գնելու համար կարիք ունեին որոշակի ենթակառուցվածքների, որը ճանապարհներ չլինելու, բնակչության քանակը քիչ լինելու եւ այլնի պատճառով մասնավոր ուղղակի շահագրգռված չէր այնտեղ ունենալու որոշակի ենթակառուցվածք։ Այս խնդիրը շատ հեշտ կարող է լուծվել, երբ որ պետությունը եւ մասնավորը նստեն մեկ սեղանի շուրջ, այս ամեն ինչը քարտեզագրված պետությունը ունենա եւ ունենա հստակ առաջարկներ, թե այստեղ նմանատիպ ենթակառուցվածք ստեղծելու պարագայում բիզնեսը ինչ շահույթ կունենա։ Մենք ունենք բիզնես հարաբերությունների դաշտում գտնվող որոշակի խնդիրների լուծման համակարգ պահանջող գործընթաց, որը մենք շատ հեշտ եւ կարճաժամկետ ուղղակի կտրվածքում կարող ենք լուծել։ Սակայն սա չի արվում։ Այսինքն երբևէ չեմ հանդիպել, որ այս խնդրի շուրջ հանրային քննարկումներ ծավալվեն, բիզնեսմենների հետ հանդիպում տեղի ունենա եւ այլն։ Ինչ խնդիր կա որևէ բանկի ներկայացուցիչի հետ այս ամեն ինչի շուրջ զրույց ունենալու։ Մի բան էլ բանկերը պետք է շահագրգռված լինեն, որ իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առումով մնացած տեսանկյուններից իրենց հանրային հեղինակությունը բարձրացնելու տեսանկյունից այս ենթակառուցվածքային առումով վատ վիճակում գտնվող համայնքներում ներդրում կատարում։ Բացի դրանից մենք քանի որ դիտարկում ենք, որ համայնքները պետք է ապահովեն համաչափ զարգացման տեսանկյունից, անգամ դրա մասին օրենք ունենք, որը այդպես էլ մնացել է թղթի վրա, կարևոր է, որպեսզի այդ տեսանկյունից համայնքներում իրականացվեն տարատեսակ ներդրումներ, բացի բիզնես ներդրումներից, նաև պետությունը պետք է կարողանա արդյունքահեն ֆինանսավորմամբ զարգացման կենտրոններ ստեղծել, որոշակի բիզնես ինկուբատորների տեսքով, տարատեսակ հնարավորություններով, որոնք ինքնին նաև խթան հանդիսանան, որպեսզի մարդկան շարժը այնտեղ շատանա եւ նաև իհարկե բիզնեսները ծավալվեն դեպի այնտեղ։ Նրանով բոլոր հարցերը համակարգային ձևաչափով մի քանի խնդիր միանգամից հնարավորություն ստանանք լուծելու։ Կարճաժամկետ առումով էլ, երբ որ մենք դիտարկում ենք այս խնդիրները, որոնք կան, մինչև այս համակարգային լուծումները, մենք ուղղակիորեն պետք է նորից եմ ասում, մի քանի բիզնեսների հետ քարտեզագրենք այդ բոլոր կետերը, որտեղ խոցելի են, դրանք շատ են նաև, ու այս խնդիրների մասով զրույցներ լինեն, քննարկումներ են բիզնեսի հետ, որպեսզի այս ամենը ապահովի։
պետք կլինի արտոնություններ տրամադրել բիզնեսին, պետք է տրամադրել, որովհետև քաղաքացու շահը դա առաջնային գրավական է։ Մեր օրինակ արժանապատիվ թոշակը ինչա ասված է։ Այս պայծությամբ ճիշտ է, մեր թոշակները թոշակառուների համար բարձրացված է։ Եվս ընտրական շրջանում եւս 10,000 դրամով բարձրացրեցին, ինչը որ այդ նախորոք էր արվում։ Իմ իմանալով, որ պետք է նախորոք արդեն հաստատված լիներ, որ մարդիկ իմանային։ Բայց այսօր մեր ամենացածր զամբյուղը կազմում է 72-ից 78,000 դրամով։ Մենք ամենացածր զամբյուղին չենք այսօր համապատասխանում։ Մեր թոշակը 49,000 դրամ է այս պահին։ Մենք առաջարկում ենք 70-ից ավել միջին զամբյուղին համապատասխան առաջարկում ենք թոշակ, իսկ ամեն տարի ավելացնելով տարին տարվա վրա ըստ ինֆլյացիայի, այսինքն արժեքին համաչափ։ Գիտեք, ես չգիտեմ մի պետություն, ես գրեթե ամբողջ աշխարհը շրջել եմ, չգիտեմ մի պետություն, որը այսպես տրված լինի անկանխիկ պետքա առևտուր արվի, որպեսզի հետ վճար ստանա, չգիտեմ ինչ։ Ճիշտն ասած, բոլոր բարե փոխումների տակ ես տեսնում եմ միտում ինչ որ բանի, թե բանկերում փողերը մնա իրանց տոկոսների հետ կապված ինչ որ մեծ գումարներ աշխատելու, բայց ասեմ ձեզ, օրինակ, Արմավիրի բնակիչը գյուղացին հավաքում է իր բերքը ու գնում է Թալինի գյուղերը կամ Սարի գյուղերից որևէ միտեղ, որ իր մշակած խաղողը վաճառի։ Տվյալ գյուղի բնակիչը անկանխիկ ոնց կարող է խաղող գնել։ Բանջարեղեն, շուկայականում բանջարեղեն գնելու ինչ անկանխիկի մասին է խոսքը։ Այսինքն մարդը մի խուլ գյուղից, ասենք վերցնենք անի Հայկաձոր գյուղից պետք է հասնի անի կայարան կամ չգիտեմ մի գնա Գյումրի, որպեսզի կարողանա ինքը բանկոմատից անկանխիկ գումար անի, որ կարողանա իր կներեք իր գյուղում խաղող գնի կամ չգիտեմ կարտոֆիլ գնի կամ ուրիշ բան։ Սա ընդամենը ավելի ծախս է, թե թոշակառուի վրա, թե գյուղերի բնակիչների վրա, որ պետք է մի 30-40 կիլոմետր այդ գյուղից գնան ինչ-որ միտեղ բանկոմատ գտնեն, գումար հանեն, սա անթույլատրելի է, սա կարելի է, գիտեք, եվրոպական են զարգացած երկրներում անգամ նման բան չկա, որ մարդիկ, ես շատ անգամներ վերցնեն Գերմանիայում, թեկուզ խանութներում անկանխիկ առևտուրը այնտեղ թույլատրելի է, ոնց չկա ոչ մի տեսակի, ինչի համար խոսքի, դու բերենք այս խեղճ աղքատ ժողովրդի վրա տնենք մի հատ էլ ծեր կինը, որը որ ես ես վերջերս լսեցի, որ ասում են ինտերնետ հավելվածով, այսինքն այն Հայկաձոր գյուղում կարող է ինտերնետ չկա կամ մարդը կնոպեկով հեռախոս ունի, ինչ հավելվածի մասին։ Կամ 90-ամյա ինչ-որ թոշակ։ 90-ամյա թոշակառուն կամ 80-ամյա թեկուզ կամ 70-ամյա ինքը չի հասկանում այդ ինչ համակարգի մասին է խոսքը։ Մենք էլ ենք կարծում, որ ամբողջովին դնել անկանխիկը պարտադրել բնակչությանը, որ պետք է անպայման անկանխիկ առևտուր անես, իրոք ինչպես նշեցիք, հեռավոր բնակավայրերում տարիքով էդ էլ ազգային յուրահատկություն է նաև, նույն թոշակառուն սիրում է, որ գրպանում կանխիկ փող ունենա։ Ես իմ երեխա ժամանակվանից հիշում եմ, ասենք իմ տատից պապից փող էի խնդրում, իմ տատը պապ այն ժամանակ դեմիկվապես թուղթ փողը շատ քիչ էր տալու, բայց կոպեկներ պետք է տալ, չէ, դպրոց էին գնում, բուֆետ էին գնում, մեկի ծնունդն է, հիմի լավ է, թոշակառու տատիկ պապիկ ուզում է իր թողանը 5,000 դրամ, 10,000 դրամ նվեր տա, հիմի ոնց անի, ասի թող ապարատ ունես, մեր մեկ ապարատով ես 5,000 անցնեմ, որից դրանից ինչ-որ հետ վերադարձ լինի, կամ ասենք բանջարեղենի առևտուր են անում փողոցում, կամ գյուղերում ոչ բոլոր խանութներ ունեն, ընդ որում կոմունալ վճարները չկա նման հետ վերադարձ։ Եվ այդ թոշակառուի թոշակի նվազագույն 50-60%-ը գնում է իմ նշած ճանապարհով։ Եվ այսօր ելույթ ունենալ ասել, որ
10,000 ավելացրել են, 10,000-ը քեզ կավելանա, չկա դες բան, միֆ է դա ընդհանրապես։ Եվ մարդուն արժանապատիվ ապրելու համար նախ արժանապատիվը թոշակ տրամադրվի։ Իսկ այդ արժանապատիվ թոշակը չպետք է շատ էական տարբերություն ունենա բարձրաստիճան պաշտոնյաների, որ 15, 20, 50, 100 անգամ ավել եւ աշխատավարձ եւ պարգևավճար ստանան եւ այդ մի քանի կոպեկներով թոշակարարին ասեն բավարարվի սրանով։